են մի խոսքով այս տիկինը գանք այս տիկնոջը այս տիկինը ուր տիկինը քանի տես տիկին արա էլի դա այս տիկինը ոնց որ թե շատ խնդալու է հուշեցին Արմինը ասում են որ ինքը մտածելա որ հեսա գնում եմ այդ հայտարարել են բաժանվում է մի հատ աշխարհացույց բան անել հետո գնացնում տեսա ոչ մի բան չեղավ ոչ մեկին չհուզեց ոչ ոն հիմա եկել ասում է չէ փոշմանելա եկել է երեք ով ասեց որ տեսավ շանտեղ դնող չկա նորից եկավ Վալոդի Հովհաննիսյանը ասեց դե տենց էլ կա Կստացի գավառ այդ շարքից գիտեք որ այն ժամանակ 44 օրյա ժամանակ երբ որ Աշոտիկը գնաց պայմանագիր կնքեց իրանք սպասում են որ իս մսակ ժողովուրդը ասենց հա տեսան արձագանք չկա մտածեցին երևի լավ տեղ չի ասեմ գնաց մի հատ էլ պայմանագիր կնքեց իրանք հա իրանք Արմինը հիմա կարող ասենք մեկ էլ ասի մի հատ էլ են բաժանում ասենք տեսավ են ոչ մեկ բան տեղ չդրեց լսեք ես մի հատ բայց ինչի՞ է կերպարի մեջ մտել Ես չգիտեմ, բայց ես զարմացած որ պարզվում է ինքը արժանապատվություն ոնց հա դες նուր բաններ արա ինքը պարզվում է արժանապատվություն ունի ես երեք շատ զարմացա հասկանում եք մարդը որ անում է ամեն ինչ որ դառնա հեգնանքի անպատվության վիրավորանքների առարկա իսկ դա կրկնում եմ ինքը իր հոժար կամքով է անում որտեղ ինքը այնքան առիթ է տալիս որ այդ առիթ բաց թողողները պրոստը գոյություն չունեն հա բանը Սաշկի հետ համեմատեցին որ զգում ես որ մեջը sense դուգա տվեց որ սկսեց ընդհատել ժուրնալիստին այս ժուրնալիստը հարցը sense բան անում ինքը դա իմ արժանապատվության ընկեր դու արժանապատվություն չունես որտեղ արժանապատվություն ունեցող մարդը իրան տենց չի դրսևորում ինքը չի պահանջում որ սիրեք ինձ եթե դուք չսիրեք ես կքֆրտեմ это так не работает ինչի մենակ քֆրտեմ դե ես չգիտեմ ճիշտ է ես դեռ ձերբակալությունների դեպքեր գիտեմ ես ձերբակալությունների դեպքեր էլ գիտեմ այո մի հատ աղջկա բանը ավտոն էին տարել շտրաֆստայան կաբան հետո բանեցին ասեն ուղիղ հրահանգ եկել մի խոսքով ընկեր դու արժանապատվություն չունես ու ոչ թե որտեվ ես քեզ չեմ սիրում ու տենց եմ ասում, այլ որովհետև դա այդպես է, ամբողջ վարքը, դիրքը, էությունը, բնությունը, ամեն ինչը դրա մասին է խոսում։ Հիմա էլի նորից ասելու է, խոսում են իմ մասին, էլի ասելու են չի։ Ինչ հիմա ինչ անելու։ Անկեղծ ասած, այնքան հանգիստ էի ապրում այս քանի ամիսը, որ ինքը գնացել էր հորանց տուն։ Հերասնում։ Դե ես չգիտեմ ինչ էր արել, ամեն դեպքում այն հնարավորությունը, որ մենք իր մասին էլ չէինք խոսում, չէինք քննարկում, ինքը ուշադրության առարկա չէր, ես ինձ շատ երջանիկ ու հանգիստ էի բանան, ասում էի, Գոսպեդի, գոնե էս մի բեռը ընկավ ուսներիցս, պարզվեց չէ։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը, ես քիչ առաջ խոսեցի, չգիտեմ կհամաձայնեք թե չէ, որ բոլորին դեմը դա մեծ խայծ է Նիկոլի կողմից դրված։ Օֆ, չգիտեմ, որտեղ տարբեր մարդկանց հետ տարբեր քննարկումների մեջ եմ եղել, տարբեր կարծիքներ կան, բայց եկեք ինչպես ասեցի մի քիչ առաջ, եկեք առաջնորդվենք ռացիոնալիզմով։ Այսինքն ռեալ են ուժերը, որ կարող են հաղթահարել, կուսակցություն չենք ընտրում, նոր կուսակցություն չենք ընտրում, որ հասկանան։ Հասկացաք, այսինքն կապ չունի իրանք արդեն ինչ են, իրանք ձայն փոշիացնելու հիմա ում կողմից են ստեղծվել կամ ինքնաբուխ են ստեղծվել, դա արդեն էական նշանակություն չունի, որովհետև այդ մարդիկ չեն կարող որակ փոխանցել ուրեմն գնացեք ընտրությունների արդյունքներին հակառակը նրանք ձայն են փոշիացնելու վсё հիմա դե հիմա լավ տղեկ են վատ տղեկ են Նիկոլի կողմից են Նիկոլի դեմ են դա արդեն էական նշանակություն չունի ու սրանով մենք մի քանի հարց փակում ենք մենք արդեն չենք մտածում դրածո են, դրածո չեն, իրանք եկել են ձեն փոշիացնելու, իրանք անկեղծ ուզում են ազդեն երկրի ապագայի վրա, դա արդեն էական նշանակություն, իրանք շատ փոքր են, մենք ընտրության մոտ էլի որ կարողանան մեր գործին օգտակար լինել, կետ,
Ուրեմն պիտի գնալ ընտրել այն ուժերին, ովքեր ռեալ են եւ կարող են ասել, լավ, ընտրություններին մոտ ճիշտ ասեցիր, մենք դու ավելի կոնկրետ կբացատրես, շնորհակալություն։ Խնդրեմ, ստեսություն դες։